որ ես ոնց կարող եմ լռել, երբ որ իմ տարածաշրջանում հենց իմ պատասխանատվության հովության ներքո գտնվող մեքենայություններ են գործում, իմ ժողովրդին էլ սպառնալիք է տրվում։ 3 տարի առաջ գալիս ասում ես ձեռքս կկտրեմ, 3 տարի հետո գալիս ասում ես խելոք մնացեք, պատերազմ եք բերելու եւ այլն, սպառնալիքով թողնում գնում։ Բացարձակ չեն կարող, դա բարոյական տիրույթում։ Իսկ ինչ մնում է պետության, անվտանգության մասով, ուրեմն մենք ինչ ենք կանխել, այսօր ինչ որ պիտի տեղի ունենա կամ տեղի ունենա ապագայում առաջկային, չգիտեմ երբ, այդ համաձայնագրի տեսքով մնացած բոլոր բաների, սրանք չեն դադարել, այդ անկլավների հանձնումից սկսած մինչև ադրբեջանցիների վերադարձ եւ դրանք բոլորը տեղի պիտի ունենային անցյալ տարի։ Կանխել է սրբազան շարժումը։ Ոչ միայն կանխել է, այլև սպառնալիք է դարձել, որ որևէ քայլի դեպքում նմանատիպ ժողովուրդը նորից ահավասիկ է ժողովուրդ եւ կրկնակի ու եռակի եւ խնդիրներն էլ լուծվելու են այդպես։ Այս սա է բերել սրբազան պայքարը, եթե ոմանք չեն տեսել դա, ես հրավիրում եմ մի հատ պարզ անկեղծ անաչառ աչքով դիտել։